լսողներին եւ ռադիոդիտողներին դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը հարկեր турքեր կրկեր հաղորդաշարի այսօրվա թողարկումը կվարեմ ես Լիանա Խաչատրյանը եւ առաջին խոսափողի մոտ կլինի ՓՄԶ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը բարև ձեզ պարոն Ավագյան մի քանի հարց կա որ կուզեինք այսօր անպայման քննարկենք միասին թերևս առաջինը որոշակի փոփոխություններ տեղի ունեցավ նախարարությունների անվանումների մեջ որքան ես հասկանում եմ ԲՏԱ նախարարությունը աչքի ընկավ ԲՏԱ եւ արհեստական բանականության նախարարություն սոցիալական եւ բարեկեցության չէ բարեկեցություն բառը ավելացեցին սոցիալ նախարարությանը եւ արտաքին գործերի նախարարությանը նաեւ արտաքին առևտուրը կցվեց թերևս սկսենք սկզբից մի քանի բառով նախ ինչպես է գնահատում այս փոփոխությունները որովհետեւ հնչում են գեղեցիկ եւ դրական խոստումներ Սուտ անվանումները նայենք շնորհակալ եմ Լիանա ջան որ ժամանակ գտար մեր հաղորդմանը այս անգամ ինքս մոդերացիա անում իրականում եթե տենց նայենք ինչ տրամաբանություն կա մեր հաղորդման կոնտեքստի ու ընդհանրապես ձևաչափի հետ շատ մեծ եւ ուղիղ որովհետեւ այստեղ զուտ ձեր խոսքում ասիկ զուտ անվանումների խնդիրը չի, հա, ավելի գեղեցիկ, եթե մի քիչ մտածենք, կարող ավելի սիրուն անվանենք եւ այլն, բայց անվանումները հուսով եմ հասկանում ենք բոլորս, որ ենթադրում է նաեւ գործառույթների որոշակի պատվիրակում մեկ գերատեսչությունից այլ գերատեսչության, հա հիմնավորումը տենց շատ արագ նայեցինք, որտեղ նախորդ կառավարության նիստում էր այդ չզեկուցվողների մեջ էր այդ հարցը բայց ինքը գնում ազգային ժողով հրատապ ռեժիմով որպեսզի ընդունվի եւ արագ ուժի մեջ մտնի ու բնականա պատկերացնում եք ինչքան շատ նախագծերի փաթեթա դրա հետ գնում որովհետեւ բոլոր այն իրավական ակտերում որ այդ անունները կան եւ այլն իրանք այտենց մեծ այսպես ասած փաստաթղթային աշխատանք է բարձր տեխնոլոգիաների ու արհեստական բանականության հա Այստեղ շատ չեմ ուզում մտնել այդ թեմայի մեջ, բայց իմ կարծիքը կարծեմ էլի իրար հետ ենք դրա մասին խոսում, թե Խումարյանի հետ, որ եւ երբ որ ստեղծվեց այդ նախարարությունը ու գաղափարը, էլի, ինչքան ինքը էլի ոչ խորը մտածված էր եւ այլն։ Էլի հարգանքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իմ գործընկերներին ու մեր գործընկեր միությանը, այն ժամանակ այդ հարցը շատ առաջ էր մղում հենց Լուսահոգի Կարենը Վարդանը բայց երբ որ մենք տենց առանձին խոսում էինք ու ասում ենք ինչ իմաստ ունի եւ այլն ինքը գոնե ընդունում էր որովհետեւ ինքը հենց եղել էր էկономիկայի նախարարության հենց այդ վարչության աշխատակից ու դա էկономիկայի նախարարության վարչության որևէ մի ասենք գործառույթ է բայց ինքը արժանի չէր տենց նախարարություն լինելու որպեսզի այդ ոլորտի քաղաքականություն եւ այլն ինչ որ ձև դա կարևորվում է եւ այլն, բայց եթե դուք վերցնեք տնտեսության ճյուղերով էլի նայեք, այսինքն իրենց ստեղծած համախառն արդյունքի մեջ մասնակցությունը, հարկերի մեջ մասնակցությունը դուք կտեսնեք, որ դա այդպես չի։ Եվ դրան զուգահեռ, ես անդադ իրար հետ եմ զուգահեռում, մենք փակեցինք գյուղատնտեսության նախարարությունը, միացրեցինք էկономիկայի նախարարությանը։ Ասել կուզեմ, որ այդ նախարարության ի սկզբանե էլի գործառույթը նախկինում անում էր էկономիկայի նախարարության մի բաժին, հետո տենց ինչ-որ մի հատ վարչության ստատուս տվեցին իրան, որովհետև բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը եւ այլն, դրանք տնտեսության ճյուղեր չեն, դրանք ավելի շատ գործիքներ են, հա, այսպես եթե ասեմ, եսի նկատի չունեմ հենց IT ոլորտի ֆիրման որպես տենց ճյուղ, այլ նկատի ունեմ IT-ին որպես գործիք, որը կիրառվում է տնտեսության բոլոր ճյուղերում, այսինքն կոշիկ արտադրողն էլ օգտագործում բարձր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն եւ այլն, հա, ու դրա ոնց ասեմ, իմաստավորումը ու դրա նախարարության տեսքով, որը ի վերջո արժենում է մեր հարկատուների հաշվին, այսինքն բյուջեի վրա ծախսա դա, ոչ ոք այսօր հիմա, միջև հիմա նայեք 2018 թվականի վերջին այդ քննարկումը եղավ 19-ին եղան արդեն 12 նախարարություն կրճատվեց եւ ոչ ոք ջանք չդրեց մի հատ չափի թե այդ նախարարությունների փոփոխության արդյունքում ինչ եղավ ինչպիսի ազդեցություն եղավ
Այսինքն օրինակ, ասենք նույն էլի ՏՏ-ին շատ ասացի, բայց այս օրինակն է բերեմ, ՏՏ-ին երբ որ ինչ-որ կառավարությունը աջակցության ծրագիր է բերում, հա, ասենք հարկազատման, հարկերի խրախուսման եւ այլն, այդ նույն ծրագիրը եկամկայի նախարարությունն էլ էր բերում, այնպես ինչպես բերում է, ասենք կոշիկ արտադրողի համար կամ չգիտեմ ջերմոցային տնտեսության համար եւ այլն, էլի, հա, ու հակառակ ազդեցությունը, որ մենք հիմա տեսնում ենք, որ գյուղատնտեսության ոլորտը անկում ապրում, հա, մանավանդ այս վերջի 6 ամիսներին, ու տեղի զբաղվածությունն ու կարևորությունը որպես երկիր, հա, այդ ոլորտի նկատմամբ այդ նույն ազդեցության գնահատումն էլ չարվեց։ Ինչ տեղի ունեցավ մեր երկրում գյուղատնտեսության նախարարությունը միացնելով եկամկայի նախարարությանը։ Սա հիմա եթե կամ ԱԳՆ-ի, լավ է, ասեք ԱԳՆ-ի մասով։ Քանի որ այս թեմայի շուրջ եմ ուզում, հա, պարոն Ավագյան, ուզում եմ կառավարության փաստաբանը ներկայանալ եւ որոշակի առարկություններով հանդես գալ, որտեղ միանշանակ համաձայն եմ, որ չափումներ չեն արվել, դժվար է վիճել գյուղատնտեսության, հա, նախարարության հետ կապված հարցերի շուրջ, որովհետեւ մենք տեսնում ենք անկումը, բայց կարծում եմ կառավարության կազմում էլ կլիներ մարդիկ, որոնք հենց այս թեզը առաջ կտանեն, որ տեղեկատվական ՏՏ տեխնոլոգիաները եւ արհեստական բանականությունը դրանք ոչ միայն տնտեսության մեջ բարիք ստեղծող գործիքներ են, դուք շատ ճիշտ նշեցիք, որ դրանք գործիքներ են եւ դրանք գործիքներ են, որոնք օգտագործվելու են ոչ միայն տնտեսության բարելավելու համար, այլ նաեւ ազգային անվտանգության հետ կապված գործիքներ են, ապագայում առնվազն մենք հասկանում ենք, որ դա դրան է գնում, կրթության մեջ կիրառվող գործիքներ են, հետեւաբար որպես առանձին գործիքները, որոնք վաղ թե ուշ մենք բոլորս հասկանում ենք, որ բոլոր ոլորտներում, այդ թվում նաև գյուղատնտեսության ոլորտում են կիրառվելու, եթե դեռ չեն կիրառվում, իրան պետք է առանձին պետական ուշադրություն եւ առանձին մարդիկ խումբ, որը կզբաղվի այս գործիքներով, այսինքն սա պոտենցիալի նախարարություն է։ Ես ավելի շատ այդպես եմ դիտարկում, չգիտեմ։ Շատ լավ, արհեստական բանականություն կամ ընդհանրապես տեղեկատվական տեխնոլոգիաներ առանձին վերցրած որպես այդպեսին ինչ են իրանք, հենց դուք էլ ձեր խոսքում ասում եք, որ նրանք գալիս են ծառայելու թե տնտեսության, թե պետական կառավարման, թե մարդու սովորական կյանքի պետական ծառայությունների մատուցման որակի բարձրացման, այսինքն ինքը գործիք է, հա, ու այդտեղ ինչ առանձին վերցրած իրենք, եթե նա չլինի, հա, իրենք ոչինչ են, հա, այսինքն եթե դրանք չկիրառվեն մարդու կյանք, օրինակ եկեք պատկերացնենք մի բան, եկեք պատկերացնենք մի բան, աշխարհի բոլոր երկրներս են արգելում ենք արհեստական բանականության կիրառումը, հա, ինքը ինչ որ մի քանի տարի հետո կվերանա, այսինքն պետական մակարդակով արգել են դրա կիրառումը, ինքը կվերանա, բայց լոլիկի արտադրությունը չի վերանա, չէ՞ կամ ասենք մսի արտադրությունը, եթե նույնիսկ արգել են, մարդը բնական կարիք ունի, չէ՞, սպիտակուցներ ուտելու եւ այլն, այսինքն նույնիսկ թաքուն կսկսեն իրար սպանել, վերացնել, որպեսզի մեկը մյուսի հավը գողանա, ուտի եւ այլն, այսինքն հետ կգնանք նախկինում, այսինքն ինչ էլ անենք, ինչքան էլ աշխարհը զարգանա, կա նվազագույն բաներ, որոնք չի փոխվում աշխարհում, այսինքն նվազագույն կեցության ու կացության պայմաններ, որոնք ապահովում են տվյալ պետության կառավարիչները, հա։ Հիմա եթե կան որպես փաստաբան, որ ասում եք, ամենաառաջի բանն ընդ որում այդ որ դուք ասում եք համաձայն եմ, որ ազդեցության գն, այդ ես կառուցության ղեկավարին բոլոր առիթներով եմ ասում, թե մեզ ՓՄԶ-ներին վերաբերելի, թե հասարակ ոչ մի բանի գնահատում, թե հարկային, ասենք օրենսդրության փոփոխության առանձին վերցրած եւ այլն, էլի, բայց միևնույնն է, դա ասվում է ու տենց ասում է, հա, օքեյ, ընդունեցինք, դուք ճիշտ եք, բայց անցանք հենց այդ բայցը տեղա։ Եկեք մի հատ ագին ժամանակ անցել, որպեսզի, այսինքն թվային շարքեր կան արդեն եւ այլն, որպեսզի մենք կարողանանք ճիշտ գնահատական անենք նախկին եղած կառուցվածքային փոփոխությունները ինչպիսի արդյունք են տվել, արդյոք այդ որոշումները արդարացված էին թե ոչ, երբ որ մենք 18 թվականին կրճատեցինք նախարարությունները, դարձրեցինք 12, որ հիմա էլ նախարարությունների միջև գործառույթներ ենք փոխում։ Ու մի հատ էլ կարևոր բան, նախարարությունները ոչ միայն անունների մասով, այլ ինչպես ասում եք, էլի, նաև կարևոր են թե ինչ գործառույթ են իրենք անում։ Իրենք հենց զուտ այդ բան արհեստական բանականության կիրառման եւ այլն այդ չեն անում, չէ՞, իրանք քաղաքականություն են մշակում, որպեսզի դա զարգանա։ Հետևաբար դա
վերաբերում, ասենք կոնկրետ եթե դրան վերախոսենք, բանականությանը վերաբերող գործիքներին խոսենք, դա վերաբերում է թե կրթությանը, թե տնտեսությանը, այսինքն էկոնոմիկային, թե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, որը նաեւ զբաղվածության հարցալուծում, հա, այսինքն դրան առանց, այսինքն բոլորը այդ կրթական կտորը ունեն, այսինքն ոնց ասեմ, ոնց որ հիմա օրինակ ես մի հատ պայմանական մի հատ հարց ասեմ, էլի, պատկերացրեք ինչքանով ընդ որում այդ շատ լավ օրինակ է հենց Սինգապուրի հրաշք ասվածի կոնտեքստում դա անընդհատ նշվում էր այն ժամանակ, էլի, երբ որ պարտադիր պայման դարձավ, որ երկրի բնակչությունը պետք է անպայման իմանա անգլերեն լեզու։ Հիմա օրինակ դա լեզու է, չէ՞։ Ու դա ծախսարվեց ոչ թե բացեցին անգլերեն լեզվի նախարարություն, այլ մի հատ որոշումով այնպես արեցին, որ դա աջակցության, համաֆինանսավորման եւ այլն իմասով մարդկանց սովորացնեն ու կապ չունի տարիքային ցենզը, չէ՞, որտեղ մենք օբյեկտիվ պատճառներով ելնելով մենք ունենք ու հիմա էլ սերունդ, որը չի սովորել անգլերեն լեզու, որովհետև դպրոցում եղել է ռուսերեն, հայերեն, այսինքն սովետական բանի եղել են դպրոցներ, որտեղ թեքումով եղել է այսպես ասած խորացված բաներ, բայց հիմնականում մեր մոտ թե հեռուստատեսությունը, թե բան մեր մոտ ավելի շատ գերակշռել է ռուսերենը եւ հայերենը, հա։ Հետևաբար, երբ որ դու գնում ես ազատ տնտեսական շուկայի հարաբերություններում, շատ ավելի կարևոր է լեզվի իմացությունը։ Այդ թվում նաև հիմա դուք ասում եք արհեստական բանականությունը, որը քեզ օգնում է այդ լեզվի իմացության համար։ Բայց ես օրինակը բերում եմ, որ դրա համար քաղաքականության մշակման համար անհրաժեշտություն չկա մի հատ ամբողջ գերատեսչություն, այսինքն նախարարություն դրանով զբաղվի, ելի եմ կրկնում, նախկինում մենք այդ փորձը ունեցել ենք, որ դրա ինչ որ մի հատ կտոր, ինչ որ մի հատ մաս անում էր հենց էկոնոմիկայի նախարարությունը, որը վերաբերում էր տնտեսության։ Դրա կրթական մասը շատ հանգիստ կարանի կրթության նախարարությունը եւ անում անընդհանուր տարբեր բաներով, իր քաղաքականություններով, ինչ որ մասը, որը վերաբերում է աշխատանքի եւ սոցիալական հարցերին, նրանք առանձին նախարարություն ստեղծելու մասը չեմ։ Ու նույն խնդիրն է հիմա արտաքին գործը։ Օրինակը շատ པարզ էր, ինքը արհեստական բանականությունը ինքնին բավականին բարդ ինֆրաստրուկտուրա պահանջող երևույթ է, դրա համար ոչ թե այդ իմաստով էր པարզ, այլ այն, որ հենց եթե հենց հիմա մենք խորանանք հենց իմ բերած օրինակի վրա հենց անգլերեն լեզվի, հիմա ինձ կարող է պատասխանեն, ասեն դե արհեստական բանականությունով հիմա լուծվում է նաև այդ հարցը, հայերեն գրում են իր փոխարեն թարգմանում, այդ չեմ ասում, ես նկատի ունեմ որպես կոմունիկացիոն միջոց լեզուն մարդու ընդհանրապես զարգացման պատմության մեջ ինքը եղել է կարևոր երևույթ, հա, այսինքն միասնական լեզու, միասնական տառեր, միասնական իրար հետ կոմունիկացվելու եւ այլն, ու այստեղ շատ կարևոր է նաև այդ առևտրի եւ շրջանառության մասը, որի մասն էլ մեր համար էլի ամենաանհանգստացնողներից է, որ արտաքին գործոս նախարարությանը տալիս են այդ գործառույթը արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն։ Այստեղ ես ունեմ ավելի շատ հարց։ Իրականում հարցը կառավարությանն է, բայց քանի որ չկա կառավարություն, իմ արժեվ դուք եք ձեզ տամ։ Արտաքին առևտուրը դա ախր շատ մաքուր էկոնոմիկայի նախարարի գործառույթ է։ Ինչու ենք մենք հանձնարարում, որտեվ արտաքին գործերի նախարարությունը դա ավելի շատ դիվանագիտական, քաղաքական հարցեր լուծելու համար է, չէ՞, որքան ես հասկանում եմ, որ այս դարում առևտուրն ու դիվանագիտությունը դարձել են միմյանց փող լրացնող գործիքներ։ Այդուհանդերձ ես մի քիչ խմբագրեմ ձեր վերջի ասածը, ի նկատի ունեք երևի, որ նույնիսկ միջազգային պատերազմների հիմքում, երբ որ նայում ենք, լինում է նաև հիմնականում լինում է տնտեսական պատճառներ, եւ տնտեսական պատժամիջոցներն են կիրառվում։ Այսինքն եւ պատերազմների խորը հիմքում դասում ես, որ կա տնտեսական մաս, եւ պատերազմում են մարդիկ տնտեսական գործիքներով։ Այդ իմաստով համաձայն եմ, բայց էլի վերադառնալով մենք դες մի քիչ շատ ՏՏ նախարարության ու մասով շեղվեցինք, բայց մեզ հիմա վերաբերվող տնտեսության շատ ավելի կարևոր է այս փոփոխությունը, ընդ որում կարևոր է հենց այս բանից եթերից առաջ տեսա, որ մեր գործընկեր Հայկ Ազոֆանյանն նաև այդ մասով հայտարարություններ արել, ինքը կարևոր բանալի բաներ ասել, որ այս ընթացքում, երբ որ մեր մոտ տեղից տնտեսական հիմա այս դիվերսիֆիկացիա, ոչ դիվերսիֆիկացիա եւ այլն, այս ընթացքում փոփոխություն անել նման, կարծում ենք, որ շատ ռիսկային է, հա, ոչ թե կարծում ենք, ինձ թվում է ակնհայտ ռիսկային է, ի նկատի ունի, որ տեղից հիմա պետք է շունչը պահած կենտրոնանալ կոնկրետ խնդիրների լուծման վրա։ Ես այդ իմաստով փորձեցի նաև նայել համեմատություն,
նախ նման գործիք որտեղ կա, շատ մեծ անծանոթի նկատմամբ իրենց հետ շատ մեծ հարաբերություններ չունեցող երկրներ, օրինակ Ավստրալիա, չգիտեմ, Կանադա, հա, վերջերս Նորվեգիայում են ինչ-որ տենց գործառույթ, այսինքն տենց հայտնի չեն, բայց մեզ հայտնի ում հետ որ մենք հարաբերվում ենք, ասենք Ռուսաստանի Դաշնություն, ԵԱՏՄ անդամ երկրներ, Եվրոպական հանձնաժողովի մեջ հենց ինքը տնտեսական բլոկում է այդ արտաքին առևտուրը, հա, որի ասենք եվրոինտեգրման քայլեր են անում, այդ այսինքն երբ որ դու նայում ես այս բանը, էլի փորձում ես շրջարամաբանություն գտնես, ինչու ենք ասենք վերցրել օրինակ, եթե վերցրել ենք օրինակ Ավստրալիան, էլի, հա, ինչի ես միշտ ասում եմ ախր այդ մեր այդ համեմատությունները որ անում ենք մենք մեր դիրքով, մեր կառուցվածքով, մեր տնտեսական նաև համագործակցության ձևաչափով ոչ մի երկրի հետ համեմատելի չենք այսինքն ոչ ծով ելք ունեցող երկիր ենք, մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, բայց ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմանամերձ բան չենք, սահմանակից չենք, ձգտում ենք եվրոպական ոչ մի երկրի հետ սահմանակից չենք, այսինքն մեր կողքի երկրները, ասենք տեսնում եք երկու այսպես ասած թշնամական պատմությամբ երկիր, ներքևը իսլամական պետություն, վերևը Վրաստանը, որ էլի ոչ ԵԱՏՄ-ը, ոչ ԵՄ-ը, հա, այսինքն մենք պետքա գնանք դեստանդարտ ճանապարհներով Եթե նույնիսկ ինչ-որ երկրում, ինչ-որ Ավստրալիայում կամ ինչ-որ Կանադայում դա ստացվել է, դա ընդհանրապես համադրելի չի մեր հետ։ Մյուս կարևոր կտորը, նորից հետ եմ գալիս նախորդ բերած օրինակին։ Ինչ հարց պետք է լուծի դա։ Պայմանական օգնում է, խթանում է, որ նայեցի այնտեղ կառավարության որոշման այդ բաների մեջ, գործառույթների մեջ, որ պետք է օգնի խթանի արտաքին առևտուրը եւ ներգրավի ներդրումներ։ Նախկինում, երբ որ կար ավելի շատ նախարարություններ ու բան, այդ գործառույթի մի կտորը իրականում դեսպաններին, գիտեք, կցորդներ կային առևտրային կցորդների ինստիտուտ կար, որը նշանակում էր էկономիկայի նախարարությունը, բայց ինքը դեսպանատան, ասենք օրինակ Ավստրիայի դեսպանատան Հայաստանի առևտրային կցորդներ։ Ինքը էլի դեսպանի հետ ուզեր թե չուզեր ինքը աշխատում էր, ունտեղ դեսպաններ ի վերջո երկիրը ներկայացնում, ոնց որ մեր երկրի գլխավոր ներկայացուցիչ դեսպաններ, ինքը միևնույնն է համաձայնեցնում բայց տնտեսական քաղաքականության իր արմատները ռազմական կցորդի նման, հա, շատ լավ օրինակ բերեցիք, տնտեսական իր արմատները էկономիկայի նախարարությաններ կպած, այսինքն ինքը ստեղ էր հաշվետու, ռազմական կցորդինը պաշտպանության նախարարությաններ կա, այսինքն նորմալ բան տրամաբանություն է։ Այս մարդը այնտեղ իր հարաբերությունները, իր կապերը օգտագործում ասում է, մի հատ խնդրում եմ ձեր, չգիտեմ, էկономիկայի նախարարին ասեք, թե հանդիպի մեր առևտրային կցորդի հետ ինչ որ հարց ունի կամ բան ունի, այդ մարդն էլ գնում էր անում էր, այսինքն ինքը ոնց որ օղի է հարթում բանակցությունների, բայց բանակցություն ինչու։ Մի հատ էլի շատ որպեսզի մեր տենց ռադիոլսողներին էլի հետաքրքիր լինի, օրինակ բերեմ, հենց դրան զուգահեռ, հենց աչքովս ընկավ, ասենք մի երկու օր առաջ Subway ընկերության ներկայացուցիչները հանդիպում են էկономիկայի նախարարության հետ, որպեսզի Հայաստանում, գիտեք, այդ սուրճերի սրճարանների, այսպես արագ բանը, հա, ցանցը, որը ենթադրում եմ, ինչ որ հետաքրքրություն կա, ներդրումների երևի աջակցման կենտրոնն է, այդ բան արել, այդտեղ էլ դե հիշում եք, այդ մենք անդադ այդ հարցը բարձրացրեցինք, այդ աջակցման կենտրոնի կապը ԱԳ նախարարի հետ եւ այլն։ Հիմա վերել են այդ մարդուն, թվում է թե լավ է, հա, տեսեք, մեծ ներդրում է գալիս, բա։ Հիմա հարց ով այդտեղ պետք է հաշվար կանի, որ Subway-ի մուտքը Հայաստան քանի մեր տեղական սրճարանների ելքը կապահովի, այսինքն կազդի, վատ իմաստով կազդի մեր տեղական, ընդ որում չեմ ուզում անուններ տամ, կեցեն էլի մեր այդ ոլորտի, գիտեք, հանրային սննդի գործողները, որ շատ տենց չեմպիոններ ունենք, էլի, որոնք տեղական բրենդ են հորինե, թե սրճարանային ցանցերի, թե ռեստորանային ցանցերի, թե այլն, էլի։ Հիմա եթե վերցնենք նույն սրճարանային ցանցերի, որ տեղական այդ մարդիկ հորինել են դարձել են ցանց, հա, իրանց համար դա հարց է, այսինքն ով պետք է հաշվի, արդյոք մենք տենց կարիք ունենք սրճարանային ներդրումների, հա, Հայաստանում, թե օրինակ մենք կարիք ունենք նոր տեխնոլոգիաներով պայմանական եմ ասում, ջերմոցային բաների ավելի քիչ արդյունավետ կամ էներգակիրների եւ այլն, հա։ Այստեղ արդեն էկономիկայի նախարարության պատասխանատվությունն է, հա։ Ոչ թե որ զուտ գնացել եմ պայմանական Գերմանիայում տեսել եմ Լիաննա Խաչատրյանին, որ ասում է, լսի, ձեր երկրից պատմի, ասում ես, թե սենց, ասում է, դե մի 150 միլիոն ներդրում կանեմ, ինչա պետք։ Ասում դե սենց ինձ այսքան տեղ կտակ, տարածք կտակ, արտոնություն կտակ, այս կանեք շահերիսը կպաշտպանեք, ասում եմ հա հարց չկա, վազում եմ այնտեղ որպես ԱԳՆ,
ասում եմ, «Всё, բերել եմ, գնում եմ ուղիղ կառույցան ղեկավարին ասում եմ, քաղաքական, այսպես ասած, բանը ստանում եմ, համաձայնությունը ստանում եմ ու վերջում գալիս եմ»։ Բայց այստեղ տնտեսական պատասխանատուն պետք է ասի, «Սպասի, այդ Լիաննա Խաչատրյանն որ Գերմանիայից գալիս էր, ինչ ոլորտում է դանելու էլի»։ Մեկ էլ ինքը ասում է պայմանական, էս ինչ է, սուրճ։ Ասում է, դե բայց սուրճը խնդրեմ չունենք սրճարանների էլի։ Աշխատում են, բան են անում, նորմալ ոլորտը աճում է եւ այլն, հա։ Դες հակադարձողները կասեն, հա ինչ ա եղել, հա։ Հատկապես նեոլիբերալ դպրոցի հետևորդները կասեն ազատ շուկա է, խեղտի, հա, այո, ցավոք սրտի հենց այդ է մեր մոտ միշտ, ճիշտ եք ասում ու տենց նման արտահայտություններ ցավոք սրտի ես վերջերս հանդիպում եմ հայ-թուրքական հարաբերությունների մեջ, երբ որ ասում են, ոչինչ, սահմանը կբացենք, եթե թուրքական արտադրանքը ավելի մրցունակ է եւ կխեղտի հայկականին, թող խեղտի, ուրեմն տենց է ճիշտ, այդ ձեր ասած նեոլիբերալ մոտեցումներն են, բայց այտենց չի երկրի ու պահպանման ու կայունության ընդհանրապես մոտեցումը։ Ու ընդհանրապես եթե մենք խոսում ենք, որ մենք իբր ավելի ինքնիշխան ենք դառնում այս մեր վերջին քաղաքականությունների արդյունքում, ոչ, այտենց չի, եթե դու մի երկրից կախվածությունը ուզում ես դուրս գաս այդ կախվածությունից, տնտեսական կախվածությունից ու բայց քո ուղղությունը տանում ես այլ երկրի ավելի ուժեղ եւ ավելի տրամադրված կախվածության տակ, այդ թվում տնտեսական, հա, ապա դա չեղավ որ դու ավելի սուվերեն ես դառնում, հա։ Հակառակը դու պարզապես մանիպուլացնում ես ու փչացնում ես հարաբերություններ եւս մի թշնամի ես վաստակում դրանով, հա, ու իրական պոտենցիալը բան ես ամ, եթե թույլ կտակ ես դրան էլ կանրադառնամ, օրինակ նույն այդ օրինակը այս վերջերս տեսա Վաչե Գաբրելյանն էր բերում այդ օրինակը Վրաստանի անցած ուղին այդ արտաքին տնտեսական մասով ու Հայաստանի էլ վրացական այո նույն պատմությունը բայց այդ դրան կանրադառնամ ձեր թույլտվությամբ ես ուզում եմ այս կտորը մի հատ փակենք որպես նախարարություն էլի հա հիմա այս օրինակը որ ասում եք գուցե տենց շատ պարզունակ է դին վերած օրինակը բայց հենց տենց պարզունակ եմ ուզում բերեմ օրինակը որ ներդրումներ բերել տնտեսություն զարգացնել եւ դրա քաղաքականություն մշակելը դա զուտ դիպլոմատիա չի հա այսինքն արտաքին քաղաքականության աշխատանք չի հա հնարավոր է այնտեղ վարչություն բացվի հնարավոր է այնտեղ ինչ-որ մարտիկ ներգրավվեն հնարավոր է նույնիսկ եկամկային նախարարությունից այնտեղ մասնագետներ գնան բայց շեշտադրումն ու իրենց մոտեցումը ինձ համար անընդունելի է ընդ որում էլի հիշեմ հիշատակեմ իմ առաջի ասածը ընդ որում այս վիճակով այսինքն այն վիճակում որ տնտեսական մենք հիմա турբուլենտ վիճակում ենք հա ու մենք այս փոփոխություն անենք այս ընթացքում պարզապես անընդունելի է ու ելի եմ կրկնում ես դիտմամբ նայեցի որ երկրները որոնց հետ մենք հարաբերվում ենք այսինքն ամենաշատը այտենց չի այսինքն ԵԱՏՄ անդամ երկրներում տենց կառուցված չկա ԵՄ-ում տենց կառուցված չկա հա այսինքն 1-2 երկրներ այդ Նոր Զելանդիա, Ավստրալիա, Կանադա, ասենք այս վերջումներ կարծեմ հա Նորվեգիան է այսինքն ոնց ենք մենք հարաբերվել իսկ ո՞ր խնդիրը կառուցվածքային չի այլ անձնական վստահության հարցը ոչ թե խնդիրը հենց այս նույն տաղավարում շատ ճիշտ դաշտ գնացիք հենց այս նույն տաղավարում մենք շատ հարգարժան հյուր ունենք Տիգրան Ջերբաշյան որ ինքը խոսած այդ բանի մասին վստահության շրջանակի մասին երբ որ նշանակումներն ու որոշումները կատարվում են այդ վստահության շրջանակի շուրջ այսինքն լոյալության ու բանի շուրջ ուստեղ էլի հարցերի հարցը համին բերանը կփակեին, համ ձեր բերանը կփակեին, եթե այս որոշումները համեմված լինեին, պատրաստված լինեին նախորդիվ արված որոշումների, էլի գամ դրան, ազդեցության գնահատումներով, այսինքն մի հատ երկար նայեն, ասեն նայեք ժողովուրդ, հիշում եք, իջացրեցինք, չէ, ապացուցեին, ասել 12 նախարարություն, որ իջացրեցինք, այսենց եղավ, ավելի արդյունավետ եղավ, չգիտեմ, ծախսեր կրճատեցինք, ոլորտը աճեց, ավելի հասցեական եղավ եւ այլն, հա, այսինքն ինչ էր, նախկինում էր այդ նույն ՏՏ-ն կայուն իր ասենք փոքր բանով, բայց աճում էր, էլի հետ գամ մեր վտային, ըստեղ էլ ասենք հիմա ուզենք թե չուզենք, մենք այդտեղ ինձ թվում է ինչ որ մեկը շատ մոտ շրջապատից կառավարության ղեկավարին երևի այդ գաղափարը ասել է, ընդունվել է ու տենց եկեք անենք ու անում ենք այսինքն էլի չկա հիմնավորում ու էլի եմ կրկնում չկա դրա կարիքը ու անհրաժեշտությունը այսինքն հակառակը անհրաժեշտություն կա հիմա պահել ստաբիլություն
Էլի եմ կրկնում, մենք աշխատում ենք այնպիսի երկրների հետ, որոնց մոտ տենց կառուցվածքային չի։ Հիմա, ասենք օրինակ, գնում ենք Ռուսաստանի հետ, մեր էկономիկայի նախարարությունը ուղիղ կապի մեջ է, չէ, Ռուսաստանի, Բելարուսիայի, Կырգызստանի, Ղազախստանի, այսինքն իրանք արդեն չէ հարաբերում են ներդրումների, արտաքին առևտրի եւ այլնի մասով։ Հիմա գնում ենք ԱԳՆ-ի միջոցով ենք այդ ամեն ինչը անելու։ Կամ ստեղ լինելու են պարզապես դուպլիկացիաներ, շատ դեպքերում, հա, կամ լինելու են արդեն գործի, դե որ իրանք են անելու թու անեն, այսինքն արդեն իրար վրայից, ոնց ասեմ, պատասխանատվության կիսում։ Մյուս կարևոր բանը էկономիկայի նախարարության վրա շարունակում է մնալ պատասխանատվություն երկրի տնտեսական աճը, չէ, որպես ոնց ասեմ, որպես KPI, հա, այսինքն իրենց վրա շարունակում է մնալ այդ տնտեսական աճի պատասխանատու լինելը, հա։ Տնտեսական աճ ապահովելու պատասխանատվության կարևորագույն մասը հենց արտահանումն է, չէ։ Հա, արտահանումն է ցանկացած երկրի համար։ Հիմա այդ մարդիկ, ասենք, ինչ որ պահի ուզենալու են ինչ որ գործողություններ անեն, արդեն իրանք դե որ չմտնեն մեկը մյուսի հարաբերություն, ասենք, պետք է զանգեն նրան, ասեն, լսի, տեսնես բան ենք ուզում անում, էսի արեք, մի հատ մենք էլ օրենքի նախագիծը կբերենք, կամ կլինի դուք այդ օրենքի նախագիծը բերեք, սենց խնդիր կա եւ հասկանում եք, բանի իրար խանգարեն ու մի բան էլ ասեմ, այս կտորը ամփոփելով 2018 թվից մինչև հիմա ես 2011-12 թվականից եմ տենց ՓՄԶ շահերի պաշտպանություն, բանի, բիզնես բանի support office-ի որպես փորձագետ եւ այլն վարչապետինքից ՓՄԶ խորհուրդ եւ այլն, հետո էկономիկայի նախարարությունում ինչ-որ մաս, հետո վարչակամ, բայց ես այս նման ձևով էկономիկայի նախարարություն, այս թուլացում չեմ տեսել։ Այսինքն որ sense անընդհատ ինքը թուլանում է։ Թե իր մոտեցումներով, այսինքն քաղաքականությունների ու բաների էլի, թե օրինակ ասենք պայմանական էլի մեզ վերաբերելի էս վերջի մասով որ էլի քննարկում ենք այդ ՓՄԶ աջակցության կառույցը, որ էկономիկայի նախարարության տակ էր եւ այլն, հա, փակեցին, հիմա ասում ենք առանձին սարքեք, ասում են դե լավ, հենա ՆԱԿ-ը ունենք, դա կանենք եւ այլն, բայց ՆԱԿ-ի բորդեի նախագահան վարչապետն է, փոխնախագահները փոխվարչապետերն են, այսինքն իսկ նախկինում բոլոր գերատեսչությունները երբ որ ինչ-որ բանի աջակցություն էին անում ձեռնարկատիրական կտորով, օրինակ նույն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործազրկության աջակցության ծրագիր էր անում նախ։ Էլի գալիս էր էկономիկայի նախարարության տակ եղած ՓՄԶ զակի միջոցով էր դա արվում, հա։ Դա նրա գործառույթն է ուզում ինչ որ ծրագիր արել, գործազրկությունն է ուզում նվազեցնել ձեռնարկատիրության գործիքի միջոցով, ասում են շատ լավ իդեա, լավ ծրագիր է, հաստատես կա բեր էկономիկայի նախարարության տակով, որովհետև դրա այն որ ասում պուլսը պետքա պահի էկономիկայի նախարարությունը, որ ընթացքում տեսնի օրինակ տեքստիլ արտադրություն սկսելու կամ չգիտեմ ինչ-որ փոքր ջերմոցային տնտեսություն սկսելու, ինչ խոչընդոտներ է հանդիպում։ Էկономիկայի նախարարությունն է բերում այդ ԱԴԶ այդ ամբողջ ճանապարհի քաղաքականությունը, ընկերություն գրանցելուց եւ այլն, հարկերին վարչարության դեմ պայքարի, ընդհանրապես բիզնես շահերի պաշտպանության կտորով էլի։ Ոստեղ առանձնացնել մի հատ արտաքին առևտրի կտոր, այդ բանի էլի կադրային քաղաքականությամբ, էլի անձերից ես չեմ ուզում բան անեմ, բայց զուտ տնտեսության զարգացման պատասխանատու որպես այդպիսին մենք այս վերջի ցավոք սրտի եմ ասում 4-5 տարում չունենք, որ ինքը գնա հակառակը ուժեղացնի իր գերատեսչությունը եւ ասի որ մենք ենք բան Պարզապես բախտներս բերել է, որ այսքան ժամանակ արտաքին բաների պատճառով, ոնց որ մենք ունենք էկономիկայի նախարար, որ հենց եկավ մի շաբաթ հետո ասաց երկնիշ տնտեսական աճ ենք ունենում, որ ընդհանրապես դրա շանսերը չեր երևում հորիզոն, հոտ չէր գալի, էլի դրա որ բան։ Երբ որ իրան հանդիպեցինք, ասենք ոնց էս անելու, ասում էր դե բան է, տրամադրություններ ստեղծենք կլինի։ Անցավ մի քանի ամիս եղավ ռուս-ուկրաինական պատերազմը, երկնիշ տնտեսական աճը մեր գլխին ընկավ։ Իհարկե ինչ-որ բաներ մենք արել ենք, բայց եթե չխանգարեինք ընդհանրապես բան չանենք, կարող ավելի շատ ընկներ, էլի, այսինքն ավելի ազատական թողեինք տնտեսությունը, դա ավելի ման կլիներ, ավելի մեծ կլիներ։ Պարզապես ուզում եմ ասեմ, այդ իմաստով մենք ինչու տենց անկում չունենք, որովհետև արտաքին բաներից ելնելով բախտներս բերել է միջև հիմա, հույս ունեմ, այս իրավիճակն էլ որ հիմա սահմանափակումներ կան, եւս բախտներս կբերի։ Հակառակ դեպքում, ես գիտեմ որ դուք հետևում եք ամեն օր, ինչի դիվերսիֆիկացիայից ենք շատ խոսում։ Այո, ինչի ուզեցա հենց այս ձեր թույլտվությամբ ու կուզենամ ձեր կարծիքն էլ որպես ասում այս դեպքում նայեք սրան որպես սովորական քաղաքացի, չնայած
նաև ձեր ինֆորմացված լինելն էլ էլի ինձ կօգնի այս երկխոսությունը կամ այս քննարկումը։ Կհիշեք, որ Վրաստան, Ռուսաստան այս այո, հատկապես այդ պատերազմից հետո սրվեցին հարաբերությունները, ու այդ ժամանակ կհիշեք, այդ 2006 թվականից հիմնականում սկսվեց, ու դա տևեց մինչև 2013 թվականը։ Այնտեղ էլ շատ այդ եվրոպական աջակցության բաներ եղան եւ այլն, հա, ու ընդ որում շատ ավելի շատ, քան հիմա Հայաստանում արվում, այս պետքա ազնվության համար նաեւ դա էլ շեշտել, որ այնտեղ թե ԱՄՆ-ից, թե ընդհանրապես արևմուտքից, հավաքական արևմուտքը են ասում, ինչ են ասում, այս դեպքերում ավելի մեծ աջակցություններ լինում, թե ֆինանսական, թե ռեֆորմների, թե մասնակցային, քան հիմա Հայաստանին, որ փորձում են այս բանից, այսպես ասած, Ռուսաստանից ազատվելու եւ իբր ավելի սուվերեն ենք դառնում այդ տրամաբանության ներքո, քան հիմա Հայաստանին։ Ինչ տեղի ունեցավ։ Իհարկե դա օգնեց Վրաստանի իշխանություններին, որպեսզի իրենք ավելի շատ մտածեն տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին։ Փորձագետներ ունենք, որոնք ասում են, որ նույնիսկ իրանք ասում են շատ լավ էր այդ որ եղավ, որ մենք դաս ստացանք ու սկսեցինք աշխատել դիվերսիֆիկացիայի վրա։ Իհարկե, ու ցավոք սրտի մենք էլ ենք այդ նույն ճանապարհով գնում, այսինքն մենք ունենք նաև մտածված ռազմավարություններ եւ այլն, որոնք չիրականացրեցինք, հիմա կոպիտ ասած ծեծ ենք ուտում, նոր հիմա սկսում ենք ինչ-որ հրդեհային ռեժիմով, այս բառը չեմ վախենա ասեմ, իրականում հա կառավարություն ինչ-որ աջակցության ծրագրեր ան, բայց դա արդեն հրդեհային ռեժիմով այլ։ Իսկ հրդեհի դեպքում ջուր լցնել ու փրկելու բանովան էլ միևնույնն է, այնտեղ ունենալու ենք այրվածքներ, ունենալու ենք հետ չգալացող բիզնեսներ, չեմ վախենա ասել նույնիսկ ընկացող բիզնեսներ, հա, որովհետև կան աջակցության ծրագրեր, որոնք հա անտոկոս փողեր են կամ ես շատ գիտեմ ինչ-որ բաներ են, որոնք էլ ինչ-որ պահի պետքա հետ տաս այդ գումարը։ Բայց այն պահից, երբ որ բիզնեսը դադարում է վաճառքներ ունենալ ու ամեն օր, հա, ինքը կենթանի օրգանիզմ է, ամեն օրը իրան մաշում է, էլի, հա, ինչքան էլ բան։ Ու ինչ եղավ 2005-6 թվերին, երբ որ նայում ենք, այնտեղ մոտավորապես 5 թվին արտաքին արտահանումը 0.87 միլիարդ էր, դեպի Ռուսաստան այնտեղ 17.8% էր, իսկ գինու արտահանումը 87% էր Վրաստանի։ Ինչ ելակետային տվյալ եմ ասում են 2013 թվականին արդեն 291 միլիարդ եղավ իրանց արտահանումը ու 190 միլիոնը մոտավորապես Ռուսաստան։ Իսկ 2025-ի հիմա համեմատական որ նայենք 7.2-7.3 միլիարդ է իրենց արտահանումը, դեպի Ռուսաստան 749 միլիոն։ Բայց իհարկե այստեղ արձանագրում ենք, որ Վրաստանի այդ այսպես սահմանափակումները էլի կրկնվեմ, դա ստվեց իրենց որոնք մտածեն իրենց արտահանումների մասին, բայց ես էլի ստեղծում եմ կարմիր շեշտով եմ, որ ծանոթագրություն, հա, իմ ասած ուժի մեջ է նախորդի նման էլի, Վրաստանը համեմատելի չի մեր երկրի հետ։ Անընդհատ ուզում եմ մենք որպես երկիր ոչ մի երկրի հետ համեմատելի չենք։ Ես պետք է հաշվի առնել, որ խոսում ենք այնպիսի երկրի մասին, որը ունի ծով ելք դեպի ելք էլի, հա, այսինքն խնդիրների լուծելու բարդության համեմատությունը այստեղ անհամեմատելի է, էլի, թե լոգիստիկ, թե այլ մասով, էլի։ Ու այդտեղ ես ինչն եմ առանձնացրել, այդ 2025-ը, որ նայում ենք հիմա իրենց մոտ, այսպես ասած, արդեն ամեն ինչ նորմալ է Ռուսաստանի հետ, ու հիմնականում գիտեք, գինի, այդ հանքային ջրեր, այդ բաներ եւ այլն։ Այդ դեպքում այդ որ 25 թվական 7.3 միլիարդ էր արտահանումը, որից Ռուսաստան 749 միլիոն, ես առանձին վերցրել եմ տեղական ապրանքների մասով, որի մեջ ընդհանուրի մեջ 13%-ն է դեպի ՌԴ, իսկ տեղականի մասով 20.8%, այսինքն մոտ 21% է։ Այսինքն տեղական արտադրանքի մասով էլի շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնությունը իրենց համար։ Նույնիսկ այսքան փորձությունների մեջիվ անցնելուց հետո իրենք եկան, այսինքն իմ ասած այն է, որ միևնույնն է, իհարկե դիվերսիֆիկացիան էս էլ է ուզում շեշտեմ բոլոր երկրների համար դա շատ կարևոր է, այստեղ չի գտնվի մի մարդ ռուսամետ, արևմտամետ, ինչամետ ուզում եք դրեք անունը, չի գտնվի մարդ, որ ասի չէ, դա հիմարություն է, եկեք չանենք դիվերսիֆիկացիա։ Իհարկե անենք, բայց ոչ այսպես, այսինքն ոչ
եղած քո արտահանման բանի վրա ոնց ասեմ քարկցես, խնդրեմ սարքես ու խնդիրներ ունենաս ու միևնույն ժամանակ իմանալով որ նույնիսկ դիվերսիֆիկացիա անելուց հետո էլ միևնույնն է քո ապրանքի որակ ենք բարձրացնում ինչ ենք անում եւ այլն միևնույնն է քո ապրանքի տեղական արտադրանքի զգալի մասը նույն մեր կողքի հարևան երկրի զգալի մասը միևնույնն է էլի սպառվելու է Ռուսաստան։ Պարոն Ավագյան, եկեք առաջարկման բարձ խոսենք մի քիչ ավելի, որովհետեւ տպավորություն կարող է թողի կողքից, որ մենք խոսում ենք բացառապես տնտեսական երևույթների մասին։ Միշտեր մենք հասկանում ենք, որ տնտեսական հետևանքները, որը մենք հիմա քննարկում ենք, իրանք ունեն քաղաքական կամ հակառակը քաղաքական պատճառներ կամ հակառակը չեք ընդունում կամ հակառակը իսկ քաղաքականն է նաև տնտեսականի քաղաքականի հետևանքով է տնտեսական խնդիրները հա դե հենց այդ եմ ասում քաղաքականի հետևանքով է տնտեսական խնդիրները այսինքն տեսեք մի քանի անգամ Հայաստանի Հանրապետության վերընտրված իշխանությունների կողմից քայլ արվեց դեպի Ռուսաստանի Դաշնություն հարցերը լուծելու ըստ արդյունքի մենք չգիտենք ինչ են խոսել մարդիկ փակ դռների ետևում բայց ըստ արդյունքի Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվել է ու մենք կարող ենք անել զգուշ հետևություններ որ պահանջները որոնք ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունը ոչ թե տնտեսական դաշտում են այլ քաղաքական դաշտում են ու քանի որ մենք այդքան էլ լավ չենք տիրապետում այդ պահանջներին ենթադրում ենք որ կարող է միգուցե իշխանափոխություն են ուզում չգիտեմ որը հասկանալի է որ նման պահանջներ այս իշխանությունները չեն կարող տալ եւ ելի եմ ասում դա մեր ենթադրած ինչ որ պահանջներ կարող է լրիվ այլ պահանջներ են որոնց մասին մենք անգամ չենք էլ կռահում այսինքն այստեղ մենք հիշում ենք որ Վրաստանը այդ ձեր ասած վերադարձավ ռուսական շուկա, երբ որ տեղի ունեցավ մեծաշով իշխանափոխություն, անգամ էլիտաների փոփոխություն տեղի ունեցավ ու եկան մարդիկ, ովքեր առանց այդել ունեն լավ կապեր ռուսական բիզնեսի հետ։ Այսինքն, երբ որ փոփոխվեց ներքին տրամադրությունները եւ այնպես է դարձավ, որ ձեռնտու էր Մոսկվային, այդ ժամանակ հարցերը քիչ թե շատ լուծվեցին։ Հիմա մեր դեպքում ստացվում է, որ մենք էլ ուզած-չուզած պետք է այդ ձեր ասած կրակը մարենք, որովհետեւ այլ լուծումը տնտեսական դաշտում չի, լուծումը այլ արդեն քաղաքական դաշտում։ Որը ըստ դատելով, հա, ընտրությունների արդյունքներից այդքան էլ ընդունելի չի այսօր հասարակության գոնե մի մասի համար։ Շատ լավ։ Ավելի բարդացրեցիք պատկերը։ Ներողություն եմ խնդրում։ Չէ, ինչի բարդացրեցիք, որտեղ ոչ ես, ոչ դուք ցավոք սրտի ոչ սենյակում գտնվող մեր գործընկերները ու ընդհանրապես երևի Հայաստանի ցավ եմ ասում ու գիտություն նաև մեր շատ սիրելի տաքսու վարորդները, վարսավիրները, խոհարարները, մեր ընկերները, խոհանոցում խոսացող վստահ կարող եմ ասել, որ շատ կարևոր մանրամասներ կան, որ ոչ ոք չգիտի ու շատ փոքր շրջանակ կա, որ գիտեն այդ մանրամասները։ Դրա համար եմ ասում, մենք ենթադրությունների հիման վրա կարող ենք Սրա մասին նախքին շատ հայտնի մեր Հայաստանի քաղաքական գործիչները ասացին, որ տենց իրենց այդպես հարց լուծեցին, բա ոնց եք ուղղելու, ես տեսնում եմ մեկ եթերում ասում են, ոնց եք ուղղելու Ռուսաստանի տարբերությունները խզելու եք, Եվրոպան ոնց եք անելու եւ այլն։ Ես մի բան պարզապես իմ տեսածով եմ ասում, որ շատ հարցերի շրջանակ կան ու շատ կարևոր մանրուքներ, որոնք ելի եմ կրկնում Հայաստանում շատ քիչ թվով մարդիկ գիտեն։ Նույնիսկ կարող է եզակի, չգիտեմ, հնգյակ, հա։ Ու այդ նույնն էլ հակառակ երկրների, այսինքն Ռուսաստանի Դաշնության եւ այլն, որոնք ասենք փակ սենյակներում ինչ որ բաներ, որոնք խոսվում են ոչ հրապարակային եւ այլն։ Բնական է պատմությունը մի քանի տասնամյակ հիմա ավելի արագ է ինֆորմացիաները դուրս գալու ջրերես, հնարավոր է նույնիսկ մի տասնամյակ հետո ինչ որ մանրուքներ մենք կիմանանք կամ մեր երեխեքը կիմանան, որ ավելի հստակ է տալիս պատկերը, թե ովեր ինչեր են։ Դրա համար ես այստեղ մի կարևոր բան եմ ուզում ասեմ, որ ամեն դեպքում ցանկացած երկու պետությունների, ցանկացած երկու անձի, ցանկացած, չգիտեմ, տենց հարաբերությունների մեջ, մենք ճիշտ է հիմա ավելի շատ ռոպագանդան ու բանը գնում է, որ արտաքին բաներն են մեղավոր եւ այլն, հա, բայց ես միշտ համոզված եմ, որ եթե ինչ-որ երկու հարաբերություններ խզվում է, երկուսի մեղավորությունը կա այդտեղ։ Դրա համար ամենևին չասելով թե ումն ավելի շատ բան, էլի հետ եմ գալի նրան, որովհետեւ ինֆորմացիան
հասանելի չի բոլորիս ու հանրության լայն շերտերին, որովհետև այդտեղ կան պատճառներ, հետևանքներ, որի մեջ ինչպես ձեր խոսքում ասացիք, եւ կան եւ քաղաքական, եւ ազդեցությունների, եւ հակազդեցությունների մի շարք բաներ, որոնք մեզ հասանելի չի, այսինքն ամեն երկիր ունի իր զարգացման ստրատեգիան, իր պաշտպանողական ստրատեգիան եւ այլն, որից ելնելով ինքը տենց է առաջնորդվում։ Ամենևին այլ երկիր, ոչ մի երկիր, չկա տենց բարեկամ երկիր ասվածը, հայ թղթերով կա, որ մոտեցումներն են, բայց ամեն երկիր առաջնորդվում է իր երկրի շահով եւ բնական է, ասենք ինչ որ պահի կարող է այդ շահերը չեն համընկնում ու ինքը սկսում է այլ գործիքներ կիրառել, հա։ Ես ընդհանրապես մեր ասածով ես այդ ամեն ինչը հաշվի առնելով, տենց են որ մթության մեջ տեսնելով որ կա այնտեղ ինչ որ խնդիր, կարա լինի տենց խնդիր, ես էլի Տիգրանի հետ Ջերբաշյան որ խոսում ենք, ես հիշում եմ որ ասում ենք, ախր ընտրություններից առաջ ասում ենք սկսվում է սահմանափակումներ, ինչա լինելու, ես ցավով եմ ասում որ կային նույնիսկ պետական պաշտոնյաներ, ասում են հանգիստ եղեք, Ժողովուրդ ջան, ընտրությունները անցնի, կային նման փորձագետներ էլ անգամ ու շատ լուրջ փորձագետներ, որ ենթադրում են, որ հետո կանցնի։ Տնտեսության բաները, քաղաքականությունները եւ այլն, դրանք տենց բանի ոնց ասեմ, տենց սեղանի շուրջ խոսալու մակարդակով չի էլի։ Էլի եմ գրկնում, դրանց հետևում կան մարդկային ճակատագրեր, կան արված ներդրումներ, կան մեծ հիասթափություններ, որովհետև դրա արդյունքում օրինակ պայմանական եմ ասում, եթե մի հատ ընկերության, ասենք Արարատի մարզի մի հատ ինչ-որ ընկերություն, հա, որը իր շուրջ հավաքել է 500,000 հոգի մարդ, հա, ու ինքը փակվում է այս բաներից, սահմանափակումներից, բանից արդեն ջղանացած իր ներդրումները վերցնում է գնում այլ երկիր, ինքը ուզեք թե չուզեք ինքը ազդեցություն ունենում այդ շրջանի վրա։ Նույնիսկ եթե ուրիշ մարդ կա, դրսից մարդ կա, Եվրոպայից էլի հայ մարդ կա անի, ինքը արդեն ազդեցություն ունեցել է այդտեղ։ Իր հետ կան շղթա, մարդիկ ասում են դե մեր գյուղի էս ինչը որ թողեց գնաց, ուրեմն բանա, այսինքն սա եւ արտագաղթի եւ տնտեսության ցնցումների շատ լուրջ առիթ է։ Հետ գալով դրան, որ նույնիսկ եթե տենց վախեր կան, որոնք ոչ ես, ոչ դուք, այլ հենց այդ պատասխանատուն ավելի լավ կարող էր կանխատեսել, որ տենց է լինելու, հա, դրան պետք էր պատրաստվել լուրումունջ, առանց գոռալու, առանց ասելու, որ մենք գնում ենք Եվրոպա եւ այլն, ես օրինակ քիչ առաջ նայեցի կառավարության ղեկավարի, գիտեք Կырգызստանում այնտեղ հանդիպում էր ընթանում այդ ԵԱՏՄ-ի մասով, հա, որ ինքը նույնպես ասում է, դե մենք Եվրոպա հələ չենք գնում, դրա համար մենք հանրաքվե չպետք է անենք, այսինքն հիմա գնում է այդ խոսակցությունը։ Իմ կարծիքով այդ ինչ որ քաղաքական տուպիկի մեջ ենք մենք հայտնվել։ Նրանք ասում են հանրաքվե, ժողովուրդը պետք է որոշի դե գնացեք հանրաքվե անեք, մերոնք ասում են դե հանրաքվեի կարիք չկա, մենք չենք գնում Եվրոպա, հələ այդ չի հասունացել, ասենք ինչ որ, բայց դե ասում են դե դուք էլ օրենք ընդունեցիք, ինչ որ հիմա այդ քայլերն եք անում եւ այլն, այսինքն այդտեղ էլի չեմ մտնում, այդտեղ շատ տենց, բայց ես հասկանում եմ, որ տենց ինչ որ բան է, ցուկ-ցվանքային իրավիճակա մոտիկանում ու մենք մեր ձեռով ենք ընկել այդ տուպիկի մեջ, էլի մենք ինչ-որ բաներ ենք հայտարարել, ինձ թվում է դուք կհամաձայնեք ինձ հետ, եթե քաղաքական իշխանությունը չուզեր, նույնիսկ այդ օրենքը չէր ընդունվի, որ ընդունվեց օրենք, որ մենք գնում ենք Եվրոպա։ Դա ոչինչ էր, էլի, արտաքին իմաստով, բացի մեսեջինգից։ Կալում էր որպես նախընտրական։ Հասկացա, բայց ամեն դեպքում այս շատ կարող է գուցե կարելի էր թողնել աղմուկի դաշտում միայն։ Գեցեք, այո, ես էլի չեմ ուզում մտնեմ մտը, դա իմ դաշտը չի, բայց էլի ասում եմ, որ դա եւս կարող է բան հանդիսանալ ինչ որ մի երկրի ջղաձգելու, գրգռելու եւ այլն, որի էլի կրողը մենք ենք։ Պայմանական եմ ասում, էլի երկու հարևաններ ենք, ու երկու հարևանների միջև եթե ինչ որ պայմանական տան անդամներից ինչ որ երեխեքն են վիճում, հետո մամաներն են վիճում, հետո տենց ինքը անընդհատ բանա լինում, պատկերացեք վերջում պապաները գան, տենց իրանք էս շարունակեն վիճել, հա։ Պետք է ինչ որ բան լինի, չէ, ավելի հասուն ու երկարատև մտածողի, որ նախ կանխի են, որ երեխան սկսում է վիճել, կան չէ մյուս երեխուն բարի շասնի, այդ փոքր կրակոցները վերջում մեկը քարով խփեց, մեկը պարսատիկով խփեց, մեկը էսի ինչ բան, տենց ինքը ոչ թե հանդարտացնում ենք ու այս դեպքում ոչ թե հավասար եմ ձեզ հետ, որովհետև հատկապես մի կարևոր բան էլ ասեմ ու այս դեպքում ոչ թե հավասարազոր հարևանների մասին ենք խոսում, այլ խոսում ենք փոքր երկրի եւ աշխարհի գերտերություններից մեկի մասին,
ու իր հետ մենք տենց հասկանում եմ, մենք ես ամենևին բան չեմ անում, էլի իհարկե կապ չունի գերտերությունա, բան դու պետք է փորձես քո սուվերենության բաները պահել, հա, օղակները պահել, ողնաշարը պահել եւ այլն, հա, բայց ամեն դեպքում դու պետք է հասկանաս, որ այդ պարսատիկային մակարդակով չի ստեղ, էլի, հա, խոսակցությունները։ Ու էլի վերադառնալով ավելի շատ տնտեսությանը վերաբերվող հարցերին, իմ ասածը շատ պարզ բան է, ընդ որում շատ տրիվիալ, շատ կանխատեսելի, այսինքն եթե նույնիսկ մենք վերում ենք այն օրենքը, որ մենք գնում ենք օրինակ դեպի Եվրոասոցիացիում եւ այլն, մենք արդեն պետք է ունենանք տնային աշխատանք տնտեսության դիվերսիֆիկացիայի։ Այն ծրագրերը, որ հիմա իմ ու ձեր հաշվին, հարկատուների հաշվին արվում է կառավարությանը, շատ արդյունավետ կլիներ հանգիստ ռեժիմով անել, չէ՞։ Այսինքն նույն զուգ արտադրող ու արտահանողը, ծաղիկ արտադրող ու արտահանողը, որ դեռևս խնդիր չուներ այդ ժամանակ, հա, երբ որ իր ձեռքը բռներ ու ասեր, արի հիմա հանգիստ ռեժիմով, ով է քո վաճառքի մենեջերը, քոնով, եկեք 5 հոգանոց խումբ ուղարկեմ Հոլանդիա, էս ինչ, հա, պատկերացրիք, այսինքն եթե նույնիսկ տենց է, ոչ ես, ոչ Լիանան այդ չգիտեինք, բայց դուք գիտեիք, այսինքն ասածս այնա, որ էլի շատ լավ օրինակ բերեց պարոն Ջերբաշյանը ստեղ, որ արտահանման ռազմավարություն ընդունել կառավարություն դեռևս մի տարի թե տարուկես առաջ, ու ոչինչ չի արվել, այսինքն կառավարություն ընդունել է, որի մեջ կա այս դիվերսիֆիկացիայի կտորը։ Հասկանում եք, այսինքն գալիս է այն պահը, որ տանակը ոսկորին է հասնում, արագ ենք անում։ Իհարկե պետք է անենք, ես չեմ թերագնահատում, ասում եմ, իհարկե հիմա ոչ չունենք ոչ այնինչ, քան անել է, բայց դա անում ենք հրդեհային ռեժիմով, որտեղ սխալվելու հավանականությունները անգամներով մեծ է։ Եվ արդյունավետությունն անգամներով ցածր։ Եվ այստեղ դες այդ միանշանակ կհամաձայնեմ, որովհետև տեսեք, ասել, որ մեր կառավարությունը չունի, հա, զրկված է իմաստությունից չգրգռել վտանգավոր ինչ-որ մի կետի, կլինի սխալ։ Մենք տեսնում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ անգամ Իրանի օրինակով, թե ինչքան զգուշ է աշխատում կառավարությունը հաշվի առնելով սեփական թուլությունները։ Այդտեղ իմ համար չեմպիոնները չինացիներ։ Հա, սեփական թուլությունները, ուրիշ հարց է, արդյոք ինչու մենք դեռ ունենք այդ թուլությունների գոնե մի մասը ինչու փակված չի եւ այլն, սա լրիվ ուրիշ դաշտի եւ կարեւոր հարցեր են։ Բայց փաստը մնում է փաստ, հաշվի առնելով սեփական թուլությունը, անգամ թրիփի բացումը այնպես արվեց, որ Իրանի հետ մաքսիմալ քիչ լինի որոշակի սրացում։ Այսինքն մենք ունենք փորձ, երբ որ կա ցանկություն, երբ կառավարությունը ունի ցանկություն, ինքը կարողանում է այդ սրացումները թույլատրել։ Հետևաբար կարող ենք ենթադրել կրկին հա վերադառնալ, որ մեզ անհայտ ինչ որ քաղաքական դաշտում է, ես չգիտեմ ով է, այսինքն ես հիմա չեմ փորձում արդարացնել մեր կառավարություն, կարող է այս կառավարությունը դիտմամբ սրացրել է ժամանակին Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Գուցե դա է իր սցենարը, բայց եթե դա է, նշանակում է կամ հակառակն է եղել կառավարությունը փորձել է Ռուսաստան մեզ անհայտ։ Դրա համար եմ ասում, Լիանա ջան, եթե դա եղել այդ սցենարը, ավելի վատ։ Այսինքն այդ սցենարի մեջ դու ոնց է որ ասում ես, արի հələ բան անեմ, ես հարևանի վրա գոռամ տենամ, ինչ անելու, չէ՞։ Դու պետքա պատրաստ լինես, չէ՞, որ կարող է ինքը քեզ բանով, անչա դուբինկայով տա գլխիդ։ Այսինքն եթե դու ես ոչ թե սխալը, այլ ստրատեգիական սխալը։ Կեցեք, հիմա եթե նույնիսկ էտա, էլի իմ ասածը ավելի հաստատեցիք դուք, էլի։ Այսինքն բաներ կա, որոնք մենք չգիտենք, գիտի ընդհանրապես մի շատ սա, եթե նույնիսկ այդ սցենարով են գնացել, ավելի եմ ես բան անում, էլի, պատասխանատվության կանչում, ես ասում եմ, լավ, եթե նույնիսկ տենց է գնացել, սա գծած սցենար էր, ուրեմն առավել եւս է կամկային նախարարությունը 24 ժամ ռեժիմով պետք է աշխատեր, ունենար պլան B-ն։ Եթե տենց չի եղել, այսինքն դա եղել է հերթական տենց ասացինք ու սենց ստացվեց, վայ, հեսա ընտրությունների պատճառով էր, հեսա կանցնի բանման, դա ավելի վատ է, այսինքն ձեր ասած ոչ թե խոհեմությամբ ենք արել, այլ բանով, էլի էմոցիոնալ ենք արել ինչ-որ արտահայտություն, հետո այդ արտահայտությունը լրացրել ենք ավելի էմոցիոնալ արտահայտությունով, հետո էս ինչ եւ այլն, բայց սա պետություն է, ու Էլի եմ կրկնում, էկամկային նախարարությունը վերջին տարիներին իր պահվածքով, որ ավելի այդ գերատեսչությունը թույլանում է, ու այդ թվում վերջին կառավարության նիստին, որ լիազորությունն է, շատ կարևոր լիազորությունն է արտապատվիրակվում արտաքին գործոս նախարարությանը, ապա այս դեպքում, ասենք, էլի մեր մոտ խնդիրը առաջանում, որ էկամկային նախարարության իր տնտեսական զարգացման պատասխանատվության մասը ինքը չի կարողանում նույնիսկ իրացնի կամ անպատասխան մարդիկ չեն դրվում, որ իրացվեն։ Շատ լավ, պարոն Ավագյան, մենք արդեն մոտ 1 ժամ է
խոսում ենք, եթե ավելացնելու ինչ-որ բան ունեք։ Չէ, իրականում թեման շատ խորն է, ես պարզապես ուզում եմ ասեմ, եթե սա չկանգնացնեմ, ուզում եմ ասեմ, էլի կրկնվելով, որ նախկինում, որ մենք ունեցել ենք այդ որ ասի վերջի փոփոխությունները էկոնոմիկայի քաղաքականության, թամպես զարգացման նախարարության եւ այլն, ունեցել ենք, ասում եմ, բախտներս բերելու շատ կարևոր դրվագներ, այսինքն արտաքին գործոններով պայմանավորված տնտեսական բաներ ա եղել, վերարտահանման հնարավորություններ ա եղել, տուրիստական հոսքեր են եղել Ռուսաստանից ահագին շատ, IT ռելոկանտներ հիշում եք եկան էլի ահագին շատ, դրանք բոլորը մեզ են որ ասում էական ազդեցություն են ունեցել, որ մեր տնտեսությունը չփլվի այդ բաների արդյունքում, ապա դա չի նշանակում, որ այդ բախտներս բերելու սցենարը անդադ լինելու, այդ թվում բոլորովին վերջերս էլի Եվրոպական զարգացման բանկը էլի մեզ վարկ տվեց կառավարությանը, որպեսզի այս իրավիճակներից դուրս գանք, հա, դա չի նշանակում, որ մենք եթե հələ վարկ վերցնելու հնարավորություն ունենք, պետքա բոլոր էդի վարկերը վերցնենք, շուշուտ ինչ-որ հրդեհային ռեժիմով այդ կարկատանները անենք, հրշեջ մեքենան կանչենք, դա կարկատաններ է, չէ, մենք պետքա հասկանանք, որ ժամանակը գալիս է, որ պետք է պատասխան տալ ու ավելի խորը մտածել։ Եվ ոչ թե, ասենք, ելի եմ կրկնում, ասենք, նախարարության անունն ու գերատեսչությունը փոխելով ինչ հարց ենք լուծում, այն էլ էս իրավիճակում, էլի։ Եվս խոսում եմ դրա մասին, որ որոշումները ոչ խորը մտածված են, էլի կրկնվեմ, նախորդ տարված որոշումները գնահատված չեն, արդյոք ինչքանով լավ էր, որ մեր երկրի գյուղատնտեսության նախարարություն փակվեց, նախարարությունները 12 դարձան, մի հատ թվերով դրեք հանրությանը, մեծ դեբատ կազմակերպենք, մի հատ տեսնենք ինչպես էր, որ նոր հիմա գնացեք նույնը կրկնեք։ Ընդ որում էլի եմ կրկնում, լավ, գոնե անում եք, սպասեք մի հատ այս տնտեսական տուրբուլենտ վիճակից դուրս գանք, նոր արեք այդ ամեն ինչը, էլի։ Շատ լավ, շատ շնորհակալություն մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին հիշեցնեմ հարկեր турքեր գրքեր հաղորդաշարներ եթերում երկրորդ խոսափողի մոտ աշխատեց Լիաննա Խաչատրյանը եւ առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը։ Շնորհակալություն։